Ողջույն հարգելի կապիկներ, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար։ Փետրվարի 17-ից սկսվել է արդեն ձիու տարին եւ կշարունակվի դեռ մինչեւ փետրվարի 5-ը 2027 թվական, այնպես որ երբ էլ սա լսեք, դեռ ակտուալ է լինելու։ Պարզապես ես ներսում նշում եմ ամիսներ, որոնք որ ձեզ համար կարող են շատ կարևոր լինել եւ հենց այդ ժամանակ պետք է ինչ-որ բաներ սկսեք ձեր կյանքում։ Կամ պետք է զգուշանաք։ Եվ այսպես ովքեր, որ ծնվել են 1920 թվականին, 32, 44, 56, 68, 80, 92, 2004, 2016 և 2028 թվականին դեռ պետք է ծնվեն։ Այս մարդիկ պատկանում են կապիկ նշանին։ Եվ պետք է հասկանալ, որ ինչպես որ այս տարին է սկսվել փետրվարի 17-ից, այդպես նաև կարող է լինել այդ նույն տարիները։ Կարող եք գրել Google-ում, չնայած ես փնտրել եմ, չեմ գտել, բայց նաև կարող եք նայել իմ Facebook-ում, այնտեղ եւս տեղադրված է լինում։ Չինական հորոսկոպը 2026 թվականի համար կապիկների համար կանխատեսում է փոփոխությունների եւ ներքին ուժի արթնացման տարի։ Այս կրակե ձիու էներգիան կլինի ակտիվ եւ հզոր։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է գործել արագ, վճռական եւ ամբողջ նվիրումով։ Տարին հնարավորություն կտա աճելու, բայց միայն նրանց, ովքեր կարող են պահպանել համարձակության եւ խոհեմության հավասարակշռությունը։ 2026 թվականին կապիկների համար կարևոր է զարգացնել համբերությունն ու ռազմավարական մտածողությունը։ Հնարավոր են կյանքի կտրուկ շրջադարձեր, թե աշխատանքի, թե անձնական հարաբերությունների մեջ։ Մասնագիտական ոլորտում ձեզ սպասում են նոր փորձություններ։ Մրցակցությունը կուժեղանա, բայց ձեր խելամտությունն ու ճկունությունը կօգնեն հաղթահարել մրցակիցներին։ Այս տարին բարենպաստ է սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու եւ ինքնաիրացման նոր ուղիներ գտնելու համար։ Սիրո եւ ընտանիքի ոլորտում հնարավոր են ուժեղ զգացմունքային դրսևորումներ։ Ձին արթնացնում է կիրք եւ անկախության ցանկություն։ Այդ պատճառով հարաբերությունները կպահանջեն ավելի շատ բացություն եւ վստահություն։ Միայնակ կապիկները կարող են հանդիպել մեկին, ով կոգեշնչի փոփոխությունների, բայց կարևոր է չկորցնել սթափությունը եւ չշտապել զարգացնել հարաբերությունները։ Ֆինանսական ոլորտում սպասվում է աստիճանական կայունացում։ Կարող են հայտնվել եկամտի նոր աղբյուրներ, հատկապես ստեղծագործական նախագծերի, բիզնեսի կամ համատեղ նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է խուսափել ռիսկային ներդրումներից եւ թույլ չտալ, որ զգացմունքները կամ այդ ազարտը ղեկավարեն ձեզ։ Հանգստությունը, տրամաբանությունն ու հաշվարկված մոտեցումը կօգնեն տարվա էներգիան վերածել կայուն հաջողության։ Իսկ հիմա ավելի մանրամասն։ Աշխատանք եւ ֆինանսներ։ 2026 թվականի աշխատանքային եւ ֆինանսական հորոսկոպը կապիկների համար խոստանում է լինել ակտիվ եւ փոփոխություններով լի։ Այս տարին ձեզ հնարավորություն կտա նախաձեռնություն ցուցաբերել, կյանքի կոչել վաղուց մտածված գաղափարները եւ ամրապնդել ձեր դիրքերը, բայց միևնույն ժամանակ կպահանջի հարմարվել նոր պայմաններին։ Մրցակցությունը կուժեղանա եւ հաջողությունը կախված կլինի ձեր ճկունությունից, հնարամտությունից եւ զգացմունքները վերահսկելու կարողությունից։ Տարվա առաջին կեսին կարող են հայտնվել գրավիչ առաջարկներ, հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են մարքեթինգի, կրթության, տեխնոլոգիաների կամ արվեստի ոլորտում։ Բայց մինչ նոր նախագծին համաձայնվելը կարևոր է լավ գնահատել բոլոր ռիսկերը։ 2026 թվականի երկրորդ կեսը կլինի կայունացման շրջան։ Ձեր կատարած աշխատանքը կսկսի արդյունք տալ եւ հնարավոր է առաջխաղացում կամ եկամտի աճ։ Ֆինանսական ոլորտում սպասվում է աճ, եթե լինեք զգույշ եւ խուսափեք հապճեպ ծախսերից։ Ձիու էներգիան կարող է դրդել արագ որոշումներ ընդունել, բայց խորհուրդ է տրվում պահպանել հավասարակշռություն եկամուտների եւ ծախսերի միջեւ։ Ավելի լավ է կենտրոնանալ խնայողությունների վրա, ամրապնդել բյուջեն եւ մտածել երկարաժամկետ ներդրումների մասին, քան զբաղվել կարճաժամկետ ռիսկային գործարքներով։ Ընդհանուր առմամբ այս տարին հարմար է ամուր ֆինանսական հիմք ստեղծելու եւ մասնագիտական հեղինակությունը
ուժեղացնելու համար։ Սեր և ընտանիք։ 2026 թվականին զգացմունքներում ևս կլինի փոփոխություններ և նոր բացահայտումներ։ Այս կրակե ձիու էներգիան այս տարին դարձնում է պայծառ ու զգացմունքներով լի, բայց նաև պահանջում է անկեղծություն և ինքնակառավարում։ Զույգերի դեպքում հնարավոր են խանդի պահեր կամ թյուրիմատություններ, բայց անկեղծ շփման միջոցով ամեն ինչ կարելի է կարգավորել։ Ամենակարևորը չփորձեք վերահսկել զուգընկերոջը, այլ նրան տվեք ազատություն, պահպանելով նաև հոգեհարազատ կապը։ Միայնակ կապիկներին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, հատկապես ամռանը և աշնանը։ Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով կկիսի ձեր մտածելակերպը և կոգեշնչի անձնական աճի համար։ Բայց պետք չէ շտապեցնել իրադարձությունները։ 2026 թվականին սկսված հարաբերություններին ժամանակ է պետք, որպեսզի դառնան կայուն և ամուր։ Ընտանիք ունեցող կապիկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել տան մթնոլորտին։ Կարող է առաջանալ փոփոխությունների ցանկ, տեղափոխություն, վերանորոգում կամ տան նոր ձևավորում, ինչը կօգնի ավելի մոտեցնել ընտանիքի անդամներին։ Հարազատների հետ կապերը կարևոր դեր կունենան, և նրանց աջակցությունը շատ արժեքավոր կլինի, եթե պահպանեք համբերություն, մեղմ լինեք և հումորի զգացում ունենաք, ապա 2026 թվականը ձեզ համար կլինի ջերմության, սիրո և ներքին հավասարակշռության տարի։ Հիմա արդեն անցնենք ամիս առ ամիս, և չինական հորոսկոպով, իհարկե չի սկսում ամսի 1-ից մինչև մյուս մեկը։ Փետրվարի 17-ից մինչև մարտի 9-ը, սա ընդհանրապես նայում ենք որպես հունվարին սկսված։ Հունվարը չինական օրացույցով ձմռան վերջը և ձիու տարվա սկիզբը կապիկներին կբերի նորացում և ոգեշնչում։ Դուք արդեն անցել եք այս փուլը և կարող եք ուղղակի վերհիշել։ Դուք կզգաք ուժի մեծալիք և ցանկություն ամեն ինչ նորից սկսելու։ Սա շատ լավ ժամանակ է նպատակներ դնելու և նոր սովորություններ ձևավորելու համար։ Աշխատանքում հնարավոր են կարևոր առաջարկներ կամ փոփոխություններ։ Իսկ անձնական կյանքում հանդիպում, որը կարող է փոխել ձեր վերաբերմունքը հարաբերությունների նկատմամբ։ Փետրվարին կապիկները պետք է ցուցաբերեն համառություն, ոչ բոլոր գործերը կհաջողվեն հեշտությամբ, բայց ձեր խելքն ու հումորի զգացումը կօգնեն հաղթահարել դժվարությունները։ Ֆինանսական առումով ամիսը կլինի կայուն, եթե խուսափեք ավելորդ ծախսերից։ Միայնակ կապիկներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ լինել մարդկանց մեջ, քանի որ նոր ծանոթությունները կբերեն ոգեշնչում և աջակցություն։ Մարտի 10-ից մինչև ապրիլի 8-ը մարտը կբերի ակտիվություն և շարժում։ Կապիկները կզգան վստահության աճ և կկարողանան հասնել գնահատանքի իրենց ջանքերի և աշխատանքի համար։ Հնարավոր են գործուղումներ կամ մասնակցություն նոր ծրագրերի, նոր նախագծերի։ Պետք է ուշադիր լինել փաստաթղթերի հետ, քանի որ սխալները կամ թերի տեղեկատվությունը կարող են առաջացնել խնդիրներ։ Սիրային ոլորտում սպասվում են հաճելի փոփոխություններ։ Ապրիլի 9-ից մինչև մայիսի 8-ը ապրիլը կլինի վերականգնման և ներքին հավասարակշռության ամիս։ Տարվա ակտիվ սկզբից հետո դուք կուզեք մի փոքր հանգստանալ։ Սա լավ ժամանակ է ճանապարհորդելու, միայնակ լինելու կամ ձեր շրջապատը թարմացնելու համար։ Ֆինանսական հարցերում պետք է լինել զգույշ։ Խուսափեք հապճեպ գնումներից և ռիսկային ներդրումներից։ Մայիսի 9-ից մինչև հունիսի 6-ը մայիսը կապիկներին կբերի ակտիվություն և նոր հնարավորություններ։ Կարիերայում կհայտնվեն աճի շանսեր, հատկապես նրանց համար, ովքեր կցուցաբերեն նախաձեռնություն և պատրաստ կլինեն փոփոխություններին։ Միայնակ կապիկները կարող են հետաքրքիր մարդու հանդիպել աշխատանքի կամ ուսման միջոցով։ Կարևոր է պահպանել հավասարակշռություն աշխատանքի և անձնական կյանքի միջև, քանի որ գերհոգնածությունը կարող է վնասել առողջությանը։ Հունիսի 7-ից մինչև հուլիսի 5-ը հունիսին կարող է առաջանալ լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն կամ նոր նախագիծ սկսելու շանս։ Ձիու էներգիան կնպաստի արագ աճին, բայց կարևոր է չտարածվել շատ ուղղություններով։ Ընտանեկան հարաբերությունները կպահանջեն ուշադրություն, ցուցաբերեք մեղմություն և իհարկե համբերություն։ Եղեք մեղմ։ Ժամանակ հատկացրեք հարազատներին և վերականգնեք զգացմունքային կապը։
Հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 4-ը։ Հուլիսը կարող է բերել փորձություններ կապված աշխատանքի մեծ ծանրաբեռնվածության և անսպասելի իրավիճակների հետ։ Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ կամ նախագծերի ուշացումներ լինեն։ Կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, համբերությունն ու ճիշտ վերլուծությունը կօգնեն կարգավորել իրավիճակը։ Անձնական կյանքում հնարավոր է ուժեղ զգացմունքներ և հապճեպ ինչ-որ պահեր, հատկապես նրանց մոտ, ովքեր հարաբերությունների մեջ են։ Օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 3-ը։ Օգոստոսը կլինի ֆինանսական հնարավորությունների և ստեղծագործական ոգեշնչման շրջան։ Ձեր ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, հնարավոր են նոր պայմանագրեր կամ հաջող գործարքներ։ Սիրային հարաբերությունները կդառնան ավելի կայուն, և դուք կզգաք, որ ձեր կողքին հենց այն մարդն է, ով կիսում է ձեր երազանքները։ Սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 2-ը։ Սեպտեմբերին կապիկները կարող են զգալ հոգնածություն և մի փոքր նյարդային լինեք։ Այս ամիսը պահանջում է կարգապահություն և ուշադրություն մանրուքներին։ Եթե զբաղվում եք ուսմամբ կամ հետազոտական աշխատանքով, կարող եք հաջողության հասնել։ Կարևոր է նաև չմոռանալ հանգստանալ և հոգ տանել առողջության մասին, որպեսզի պահպանեք ներքին հավասարակշռությունը։ Հոկտեմբերի 3-ից մինչև 31-ը։ Հոկտեմբերը կբերի նոր ծանոթություններ և հնարավորություններ։ Ձեր շփվող լինելը կօգնի ստեղծել օգտակար կապեր։ Հնարավոր է հաջողություն հանրային ելույթների, բանակցությունների և ստեղծագործական գործերի մեջ։ Ամսվա վերջում պետք է խուսափել շտապ ֆինանսական որոշումներից և ավելի լավ է մանրամասն ուսումնասիրել բոլոր առաջարկները։ Նոյեմբերի 1-ից մինչև 30-ը։ Նոյեմբերը կլինի անձնական բացահայտումների ժամանակ։ Դուք կզգաք, որ պետք է վերանայեք ձեր նպատակներն ու առաջնահերթությունները։ Հնարավոր է վերադարձ հին գաղափարներին կամ հարաբերություններին։ Ֆինանսները կլինեն կայուն, բայց պետք չէ գումար ծախսել հապճեպ ցանկությունների վրա։ Սա լավ ժամանակ է ներքին աճի և ապագայի պլանավորման համար։ Դեկտեմբերի 1-ից մինչև 29-ը։ Դեկտեմբերը կամփոփի տարվա արդյունքները և կբերի բավարարվածության զգացում։ Դուք կտեսնեք ձեր աշխատանքի արդյունքները և կզգաք շրջապատի շնորհակալությունը։ Հարաբերությունները կուժեղանան, իսկ կարիերան կարող է նոր ուղղություն ստանալ։ Տարվա վերջը հիանալի ժամանակ է հանգստանալու, ճանապարհորդելու և զգացմունքային վերականգնման համար։ 2026 թվականը կավարտվի դրական տրամադրությամբ, բացելով դռներ ավելի հաջող 2027 թվականի համար։ Ինչը հաջողություն կբերի կապիկներին 2026 թվականին։ 2026 թվականին կարմիր կրակեձյու էներգիայի ազդեցության տակ կապիկների հաջողությունը կապված կլինի ջերմության, ինքնավստահության և ներքին հավասարակշռության հետ։ Ձեր հաջողագույնը կլինի մուգ կանաչը, աճի, նորացման և ներդաշնակության գույնը։ Կարող եք այն ավելացնել ձեր հագուստում կամ տան միջավայրում, օրինակ կանաչ շարֆ, սենյակային բույսեր կամ այդ գույնի հենց աքսեսուարներ։ Դրանք կօգնեն պահպանել հանգստություն և ոգեշնչում նույնիսկ լարված օրերին։ Այս գույնը կդառնա վերականգնման և դրական էներգիա ներգրավելու խորհրդանիշը։ Հաջողակ թվերը կլինեն 3-ը և 8-ը։ Դրանք ամբողջ տարվա ընթացքում կուղեկցեն ձեզ, կօգնեն հաջողության հասնել և կուժեղացնեն վստահությունը։ Եթե նկատեք, որ այս թվերը հաճախ են հանդիպում ձեր շուրջը, հեռախոսահամարում, ամսաթվերում կամ հաշիվներում, դա նշան է, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում։ Այս թվերը հատկապես բարենպաստ են նոր ինչ-որ մի բան սկսելու և ֆինանսական որոշումներ ընդունելու համար, և պարտադիր չեն հենց լինել 3 կամ 8, կարող են լինել 13, կարող են լինել 28, այդպես։ Ինչ-որ մի թիվ այս երկուսից պետք է լինի։ 2026 թվականին ձեզ համար հաջողակ ուղղությունները կլինեն արևմուտքը և հյուսիսը։ Աշխատավայր կազմակերպելիս փորձեք սեղանը տեղադրել դեպի արևմուտք նային արևմուտք։ Դա կօգնի ավելի լավ կենտրոնանալ և արագ հասնել նպատակներին։ Հյուսիսը կօգնի մտքերը հստակեցնել և կպաշտպանի սխալներից։ Եթե պլանավորում եք ճանապարհորդություն, նախընտրեք այս ուղիները, ինչը կարող է անհաջողություններ բերել կապիկներին 2026 թվականին։ Չնայած ձիու տարվա էներգիան շատ ուժեղ է, կապիկներին խորհուրդ է տրվում զգույշ լինել հապճեպ որոշումներից և չափից շատ հուզական քայլերի հարցերում։
Անբարենպաստ թվերը կարող են լինել 5 և 9։ Նրանք կապված են խառնաշփոթի և հոգնածության հետ։ Եթե այս թվերը հաճախ հանդիպում են կարևոր փաստաթղթերում կամ ինչ-որ օրերում, լավ է ամեն ինչ կրկնակի ստուգել և լինել ավելի ուշադիր մանրուքներում։ Շատ նաև վատ գույներ են անբարենպաստ ձեզ համար, հատկապես կարմիրը և նարնջագույնը։ Կարող են խախտել ձեր ներքին հավասարակշռությունը։ 2026 թվականին դրանք կարող են առաջացնել հոգնածություն կամ նյարդային լինեք ավելի շատ։ Ավելի լավ է օգտագործել դրանք չափավոր և նախապատվությունը տալ հանգիստ գույներին՝ կանաչին, բեժ գույն կամ բաց կապույտ։ Արևելյան և հարավ-արևելյան ուղղությունները կարող են կապված լինել էներգիայի կորստի հետ։ Հնարավորության դեպքում խուսափեք երկար աշխատելուց կամ կարևոր հանդիպումներ կազմակերպելուց, երբ գտնվում եք այս ուղղություններին նայելով։ Ավելի լավ է կարևոր գործերը պլանավորել այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում դեպի արևմուտք։ Դա կբերի ավելի շատ վստահություն և հաջողություն։ Լավագույն սիրային զույգերը 2026 թվականին։ Կապիկները լավագույն փոխըմբռնումը կունենան առնետի, վիշապի և օձի նշանների ներկայացուցիչների հետ։ Այս նշանները ոչ միայն կոգեշնչեն ձեզ, այլ նաև կաջակցեն այն հուզական փոփոխությունների ընթացքում, որոնք բնորոշ են այս տարվան։ Առնետը ձեր հարաբերություններին կբերի կայունություն և հոգատարություն, վիշապը կիրք և մեծ նպատակներ, իսկ օձը ինտուիցիա և խորություն, որոնք երբեմն ձեզ պակասում են։ Եթե դուք միայնակ եք, հենց այս 3 նշանների ներկայացուցիչները կարող են դառնալ ուժեղ զգացմունքների և փոխադարձ ձգողության աղբյուր։ Մի խուսափեք շփումից, քանի որ նոր ծանոթությունները կարող են վերածվել լուրջ հարաբերությունների։ Նրանց համար, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են առնետի, վիշապի կամ օձի հետ, 2026 թվականը կբերի ավելի մեծ համախմբվածություն և ներդաշնակություն։ Համատեղ ճանապարհորդությունները, ստեղծագործական նախագծերը կամ նույնիսկ սովորական երեկոյան զբոսանքները կուժեղացնեն վստահությունը և հարաբերությունները կլցնեն ջերմությամբ։ Ամենաբարդ սիրային զույգերը կապիկների համար 2026 թվականին։ Ամենաբարդ և ամենամեծ դժվարությունները կարող են առաջանալ վագրի և ձիու հետ հարաբերություններում։ Այս նշանները ակտիվ և անկախ են, բայց նրանց արագությունն ու ուղիղ բնավորությունը կարող են չհամընկնել ձեր խորը մտածելու և ամեն ինչը վերլուծելու սովորության հետ։ Վագրի հետ հարաբերությունները կարող են սկսվել շատ ուժեղ ու կրքոտ, բայց արագ մարել, տարբեր բնավորությունների պատճառով։ Իսկ ձիու հետ հաճախ կարող են առաջանալ վեճեր՝ կապված առաջնորդ լինելու ցանկության հետ։ Եթե ձեր զուգընկերը վագր կամ ձի է, կարևոր է հիշել, որ հաջող հարաբերություն հնարավոր է, եթե դուք հարգեք միմյանց անձնական տարածքը։ Շփումը պետք է լինի բաց և անկեղծ, առանց փորձելու ամեն ինչ ձեր վերահսկողության տակ պահել։ Փորձեք ունենալ ընդհանուր զբաղմունքներ, որտեղ երկուսդ էլ կարող եք ինքնադրսևորվել։ Սա կօգնի ամրապնդել հուզական կապը և պահպանել հավասարակշռությունը հարաբերություններում։ Ամենակարևորը՝ մի փորձեք հակառակվել ուժեղ էներգիային, այլ փորձեք այն հանգիստ ձևով ուղիղ ճիշտ ճանապարհով։ Երբ կապիկները պետք է կարևոր փոփոխություններ անեն 2026 թվականին։ 2026 թվականին կապիկների համար շատ կարևոր է գործել մտածված և ճիշտ ժամանակին։ Տարին խոստանում է անսպասելի հնարավորություններ, բայց հաջողության կհասնեն նրանք, ովքեր կկարողանան ընտրել ճիշտ պահը։ Ամենահարմար ամիսները փոփոխությունների համար կլինեն ապրիլն ու հոկտեմբերը։ Ապրիլը կբերի աճի, էներգիայի և ոգեշնչման ուժեղ ալիք։ Սա լավագույն ժամանակն է կարիերայում առաջ գնալու, նոր գործ սկսելու կամ մասնագիտական ուղղությունը փոխելու համար։ Ձեր գաղափարները լավ կընդունվեն, իսկ ձեր խարիզման կօգնի համոզել նույնիսկ ամենասկեպտիկ մարդկանց։ Եթե վաղուց մտածում եք փոփոխության մասին, ապա հենց ապրիլը կլինի ամենահաջող ժամանակը։ Հոկտեմբերը ավելի կապված կլինի ներքին և անձնական փոփոխությունների հետ։ Այս ժամանակահատվածը կօգնի ձեզ բաց թողնել անցյալը և կենտրոնանալ ներկայի վրա։ Սա լավ պահ է լուրջ հարաբերություններ սկսելու, բնակարանային հարցերը լուծելու կամ տեղափոխվելու համար։ Ամեն ինչ, ինչը կապված է ձեր ներքին հարմարավետության հետ, հաջող կստացվի այս շրջանում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր հաջողակ թվերին 3-ին և 8-ին։ Օրինակ,
2026 թվականի հունիսի 8-ը կամ հոկտեմբերի 3-ը կարող են լինել շատ հաջող օրեր, կարևոր պայմանագրեր կնքելու, ներդրումներ կատարելու կամ նոր նախագծեր սկսելու համար։ Հնարավոր դժվարությունները անձնական և գործնական կյանքում 2026 թվականին։ Ձիու տարին կապիկներին կբերի ակտիվություն և կիրք, բայց միևնույն ժամանակ բարձր հուզական անկայունություն։ Մասնագիտական ոլորտում Baovei և Czyanfeng աստղերի ազդեցությունը զգուշացնում է չընդունել որոշումներ հույզերի, էմոցիաների ազդեցության տակ։ Հնարավոր են իրավիճակներ, երբ գործընկերները կամ ձեր զուգընկերները կփորձեն օգտվել ձեր բաց լինելուց, մինչ փաստաթղթեր կամ պայմանագրեր ստորագրելը մանրամասն ստուգեք 2 անգամ։ Նաև պետք է խուսափել չափազանց մեծ ձգտումից առաջնորդ լինելու։ Ձեր բնական խելամտությունը կարող է ընկալվել շրջապատի կողմից որպես վերահսկելու ցանկություն, ինչը կհանգեցնի կոնֆլիկտների։ 2026 թվականին պետք է զարգացնեք դիվանագիտությունը, լսելու կարողությունը կլինի ձեր գլխավոր առավելությունը։ Անձնական կյանքում Ֆեյլին աստղի ազդեցությունը կարող է առաջացնել գերհոգնածության և հուզական պոռթկումներ։ Ապաթիայի շրջանները կարող են փոխարինվել ակտիվ փուլերով։ Այդ պատճառով կարևոր է պահպանել հավասարակշռությունը աշխատանքի և հանգստի միջև։ Կապիկներին խորհուրդ է տրվում զբաղվել գիտակցվածությամբ։ Մեդիտացիա, բնության մեջ զբոսանքները և ստեղծագործությունը կօգնեն կայունացնել ներքին վիճակը։ Ֆինանսական ոլորտը նույնպես ուշադրություն է պահանջում։ Գոչեն աստղի առկայության պատճառով հնարավոր են վճարումների ուշացում կամ անսպասելի ծախսեր։ Խուսափեք ռիսկային ներդրումներից և մի տրվեք այդ պահերին։ Մի տվեք նաև մեծ գումարներ պարտքով։ Հիշեք, 2026 թվականին կայունությունը կախված է ձեր սառնասրտությունից և հաշվարկված քայլերից, ոչ թե հապճեպ որոշումներից։ Իսկ հիմա կխոսենք տարով կապիկ և ամսով օրինակ խոյ, ցուլ, եղբորյակ և այլն։ Կապիկ խոյ 2026 թվականը խոյերի համար կլինի հաջողության և հաղթանակների շրջան, թե աշխատանքում, թե սիրո մեջ։ Մի վախեցեք մեծ նպատակներ դնել և երազել, քանի որ ձեր ջանքերով դրանք կարող են իրականանալ։ Կարևորը սկսած գործը միշտ հասցրեք ավարտին։ Կապիկ ցուլ միայնակ ցուլերը կարող են հանդիպել մի մարդու, ում հետ կցանկանան կապել իրենց կյանքը։ Խնդիրը կարող է լինել նրա կողմից լուրջ հարաբերությունների պատրաստ չլինելը, սակայն համբերությամբ և առանց ճնշելու ամեն ինչ կարելի է կարգավորել։ Կապիկ եղբորյակ եղբորյակներին սպասվում է մեծ և հաճելի անակնկալ։ Դա կարող է տեղի ունենալ անսպասելի պահին, սակայն ուրախության հետ միասին կգան նաև նոր պարտականություններ։ Յուրաքանչյուր լավ բան ունի իր պատասխանատվությունը։ Կապիկ խեցգետին խեցգետինները ստիպված կլինեն վերանայել իրենց կյանքի շատ պատկերացումներ, թե ինչպես եք այն պատկերացնում։ Դա կարող է լինել մի անսովոր մարդու հետ ծանոթության պատճառով։ Եթե ցանկանում եք հաջողակ լինել, լսեք նրա խորհուրդները, քանի որ ապագայում դրանք կարող են իրականություն դառնալ։ Կապիկ առյուծ առյուծները շատ կաշխատեն, բայց շտապելու պատճառով կարող են սխալներ անել։ Ամռանը կզբաղվեն խնդիրների լուծմամբ։ Մի վախեցեք դիմել փորձառու մարդկանց օգնությանը։ Կապիկ կույս կույսերի համար 2026 թվականը կլինի ուրախ իրադարձություններով լի։ Նրանց ուշադրությունը կենտրոնացած կլինի ընտանիքի և երեխաների վրա։ Հոկտեմբերին հնարավոր է մի պահ, որով շատ կհպարտանաք։ Կապիկ կշեռք կշեռքների համար դժվար կլինի համատեղել անձնական կյանքը և աշխատանքը, սակայն նոյեմբերին իրավիճակը կկայունանա և դուք կստանաք ձեր աշխատանքի արդյունքը։ Կապիկ կարիճ կարիճները շատ կմտածեն կյանքի իմաստի մասին և կարող են անտեսել շրջապատի խնդիրները, բայց կարևոր է ուշադրություն դարձնել մտերիմներին, որպեսզի չկորցնեք նրանց։ Կապիկ աղեղնավոր աղեղնավորները կարող են բախվել սիրային դժվարությունների, մինչև բաժանում կամ լուրջ խնդիրների։ Դա կարող է ցավ պատճառել, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կլավանա։ Կապիկ այծեղջյուր այծեղջյուրների համար դժվար կլինի ընդունել, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ չէ։
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր ուզած ձևով եւ դա պետք է ընդունել։ Կապիկ ջրհոս։ Ջրհոսները կփորձեն գտնել իրենց ուղին եւ եկամտի աղբյուրներ։ Հնարավոր են ժամանակավոր ֆինանսական դժվարություններ, բայց մինչև հոկտեմբեր դրանք կհաղթահարվեն։ Լավ է նաեւ գումար խնայել։ Կապիկ ձկներ։ Ձկները զբաղված կլինեն առօրյա գործերով եւ դրա պատճառով քիչ ժամանակ կունենան անգամ անհանգստանալու համար։ Սա նույնիսկ շատ լավ է։ Պետք է հանգիստ ընդունել իրավիճակը եւ պահպանել նյարդերը։